Պարոն Բաբայան, այսօր Արագածոտնի թեմում, առաջնորդարանում թեմի առաջնորդը չկա, որովհետև ասում են ըստ փաստաբանների չի հաջողում կապ հաստատել նրա հետ եւ եւս 5 քահանաներին, այս պայդրությամբ 5 քահանաներին բերման են ենթարկել։ Սա ինչ է նշանակում, իշխանությունը կաթողիկոսի դեմ նոր արշավի մեկնարկն է տալիս, թե եկեղեցու, որովհետև արդեն եթե քահանաներն են այս ամենի մեջ խառնված, ոչ միայն թեմի առաջնորդը, նշանակում է եկեղեցու դեմ, ինչը դուք հերքում եք, թե այս մեր գործընթացները օրինակ կաթողիկոսի դեմ է։ Հիմա ըստ էության իշխանությունը եկեղեցու դեմ է պայքարում։ Նախ ես ասեմ, որ առանձնապես տեղեկատվություն չունեմ, բացի մի քանի վերնագրերից բայց իհարկե պնդում եմ, որ որևէ ճնշումների մասին խոսք չի կարող գնալ, դուք կարող եք ծանոթանալ հիմնավորումներին, թե ինչու են ձերբակալվել, եթե ձերբակալվել են, որովհետև ես նորից եմ ասում, ես մանրամասն տեղեկատվություն դեռևս չունեմ, ես հանդիպման եմ եղել մինչ այս եւ վստահեցնում եմ, որ չի կարող որևէ ճնշումներ լինել, իսկ այն, որ կարող են հիմքեր լինել քահանաների, այդ թվում նաև քահանաների եւ մեր եկեղեցու մի շարք սպասավորների ձերբակալման համար կարող են հիմքեր լինել, դա իհարկե մեծ ցավ է, բայց նաև Հայաստանում շատերի համար ցավոք սրտի անակնկալ չէ, որ այո, մեր եկեղեցու սպասավորները կարող են շատ եւ շատ ապօրինությունների մեջ թաթախված լինել, սկսած փողերի լվացում եւ այլ տարբեր տեսակի ուրեմն ապօրինությունների մեջ կարող են թաթախված լինել, չգիտեմ, որևէ այլ մեկնաբանություն չեմ կարող ասել, բայց միևնույն ժամանակ ես վստահ եմ եւ վստահեցնում, որ դա ոչ ինչ-որ արշավ է, ոչ բռնաճնշում է, այլ պարզապես կան նման հիմքեր եւ դուք ավելի լավ կլինի սկզբից ծանոթանաք այդ հիմքերին, որովհետև գոնե հարցը տալուց կարող եք ներկայացնել այդ հիմքերը։ Ես ներկայացնում։ Ասում եմ, որ հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել դեռևս իրավապահ համակարգը, տեսեք, տարել են այդ մարդկանց, բայց ժամեր շարունակ ոչ մի տեղեկություններ չկա։ Այդ մեր խնդիրը չէ, այդ իսկապես իրավապահ համակարգի խնդիրն է, որ այս պայդրությամբ դեռևս որևէ հիմնավորում չի ներկայացնում։ Ինչու են հոգևորականները քննչականում հայտնվել, ինչ պատճառով է օրինակ Արագածոտնի թեմի առաջնորդը անհետացել ընդհանրապես կապ հաստատել նրա հետ չի լինում, այդ մենք չպիտի պարզենք, դա քննչականները եւ իրավապահ համակարգը պետք է համապատասխան ճիշտ տեղեկատվություն տան, նոր մեզ մեղադրեք։ Իսկ մենք ստիպված հիմա լուրերի մակարդակով ենք դա խոսում։ Այդ դեպքում դուք էլ մեկնաբանություն պետք է վերցնեք ոչ թե падգամավորից, ով եղել է այլ երկրի հետ իր գործընկերների հետ հանդիպման եւ ձեզանից շատ ավելի քիչ ինֆորմացիայի ատիրապետում, այլ մեկնաբանություն պետք է վերցնեք քննչական, օրինակ հիմա դուք խորհրդարան լինելու փոխարեն պետք է լինեիք քննչականի շենքի դիմաց, մենք բոլոր տեղեր նկատի ունեմ, մեր լինելու կապ չունի, քննչականը պետք է հայտարարություն տա։ Ձեր հարցադրումը ինձ չգիտեմ ինչի մասին է, համենայն գնահատական եմ ձեզանից պահանջում, ես հիմքերը չեմ լսում։ Ես իմ գնահատականը միանշանակ է, որ միայն իրավական ուրեմն գործընթացներ են տեղի ունենում եւ որևէ այլ գործընթաց չի կարող տեղի ունենալ Հայաստանում։ Այսինքն դուք բացառում եք, որ սա Էջմիածին գրոհելու, ինչի մասին խոսում են, դրա հերթական արարը չի կամ մեկնարկը չի։ Ես չգիտեմ ովքեր են ասել Էջմիածինը գրոհելու մասին, մենք երեք լսել ենք Հայաստանը գրոհելու մասին, բայց Էջմիածինը գրոհելու մասին որևէ խոսք երբևէ չի հնչել։ Դուք միգուցե այլ խոսքեր այդպես եք ընկալել կամ այդպես եք մեկնաբանում, նման խոսքեր չի հնչել։ Եվ նորից եմ ասում, ես բացառում եմ, որ իրավականից բացի այլ գործընթացներ կարող են լինել։ Տեսեք, պարոն Բաբայան, լավ, իրավական գործընթացները, բայց այդ իրավականը արդյոք խոսքը նրա մասին է, որ ներսից իշխանությունը փորձում է ըմբոստ այսպես հոգևորականների պեղել, որպեսզի կաթողիկոսի հետ կապված գործընթացների համար հիմք դառնան։ Նման բան, օրինակ, կուսակցությունում քննարկվել են, օրինակ հիմա ասում են Տեր Արամի հանրայնում նման հարց չի քննարկվել, նորից եմ ասում, եւ չգիտեմ, որևէ հիմք չկա ձեր հարցադրումների այդ ուղղությամբ։ Էջմիածինի հետ կապված գործողությունները Փաշինյանն ասում էր մենք խաղաղ կանենք, հանգիստ կանենք։ Սա է, այս ձևն է դա խաղաղը։
ինչպես որ ասվել է, այդպես պետքա տեղի ունենա եւ սա դրա հետ որևէ կապ չունի եւ նորից եմ ասում, շատ ցավոք, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գերակշիռ մասի համար որևէ անակնկալ չի կարող լինել, եթե պարզվի, որ մի շարք եկեղեցու սպասավորներ տարբեր ուրեմն անօրինականությունների հետ առնչություն ունեն, շատ ցավով եմ ասում եւ ամբողջ հարցը հենց այն է, որ այդ ընկալումների համար պետք է առողջացում տեղի ունենա, որ նման ընկալումներ չլինեն, որովհետեւ այդ ընկալումները ցավոք կան եւ կան, որովհետև մարդիկ առնչվել են եւ իրենք տեսել են շատ, ինչպես տարիներ շարունակ տեսել են, թե ինչպես են ընտրությունները կեղծվում եւ դրա համար որևէ ապացույց պետք չի, որևէ մարդկանց համոզել ինչ-որ մի բան պետք չի, հա, երբ որ օրինակի համար ասում ենք, որ տարիներ շարունակ թալանա տեղ ունեցել, պետք չի մարդկանց ինչ-որ վկայական գույքի կադաստրի ցույց տալ, որովհետև մարդիկ դա տարիներ շարունակ առնչվել են, իրենց հարևաններ, իրենց փողոցը, իրենց բակի, բանակի ընկերներ եւ այլն, տեսել են, թե ովքեր ինչպես են հարստանում։ Նույն կերպ նաեւ բոլոր քաղաքացիները առնչվել են եւ ծանոթ են եւ գիտեն, թե ինչ անառողջ իրավիճակ է հայ առաքելական եկեղեցուն տիրել տարիներ շարունակ։ Բայց առողջացնողը ով է, այս իշխանությունը։ Առողջացնողը ուրեմն եկեղեցու հետևորդները կարող են լինել բացառապես եւ իրենք պետք է դա նախաձեռնեն։ Այս նախաձեռնությունը Նիկոլ Փաշինյանինն է։ Նախաձեռնությունը Նիկոլ Փաշինյանին է, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եւ որին կարող են եւ կարծում եմ կմիանան այլ հետևորդներ։